Ղազախական եւ ռուսական ցորենի ներմուծումը Ադրբեջանի տարածքով տրանզիտով դարձավ մի ամբողջ պատմություն եւ մեմ, մի խայտարակություն, որովհետեւ դա ներկայացվում էր որպես հայ-ադրբեջանական կարգավորման խաղաղության կոնկրետ ռեալօգուտ, որից Հայաստանը հիմա օգտվում է։ Եվ մինչև ղազախական ցորենը կհասներ Հայաստան այնպես էր ներկայացվում, հենց էկոնոմիկայի նախարարի կողմից Գևորգ Պապոյանի եւ մյուսների, կարծես դա մեր անվտանգության, մեր սննդային անվտանգության մի կարևոր բաղադրիչ է եւ նույնիսկ խոսք գնաց հացը կարող է էժանանալ թե ոչ։ Իհարկե նրանք խոստումներ չտվեցին, որ հացը կարող է էժանանալ, բայց իրենք մատնեցին, որ ընդհանրապես նույնիսկ տեղյակ չէին, թե ինչ ցորեն է գալու։ Հետո պարզվեց, որ գալիս է մի անորակ 4-րդ կարգի ցորեն անասնակեր եւ սկսեցին արդարանալ, թե ինչու եկել անասնակեր, մինչեւ այդ Գևորգ Պապոյանը նույնիսկ խոստացել էր, որ ինքը անձամբ կուտի այդ ցորենը։ Հետո Ռուսաստանից եկավ 3-րդ կարգի ցորեն, որը պատվիրվել էր այլ ճանապարհով, եւ դրանք պարզվեց, որ մասնավոր ընկերություններ են, հնչեցին հայտարարություններ, թե ի վերջո ինչու է Հայաստանը ղազախական ցորենը այդպես փյար անում, երբ դրա մեջ ոչ տնտեսական օգուտ կա մեծ հաշվով, ոչ էլ գնային առումով է պարզ, թե դա ինչպես է ազդելու գների վրա, եւ ամենավատը, որ դա անորակ է։ Իհարկե տեսականորեն տարբեր աղբյուրներից տարբեր ապրանքների ներմուծումը համարվում է զգալի օգուտ, բայց պետք է հասկանալ պետական քարոզի բովանդակությունը, որ դա կարծես մի փրկություն էր Հայաստանի համար, եւ հասկանալ ընդհանրապես որտեղից է գալիս։ Ղազախստանը նույն ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն է եւ դուք ումից եք անկախանում այստեղ կամ ումից եք դիվերսիֆիկացվում։ Դա նույն տնտեսական տարածքն է, որը կարող է տարբեր ճանապարհներով հասնել, որը կարող է նաև նույնիսկ Իրանով գալ, որովհետև Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջև կային ընթացքում մենք տեսնում ենք երբեմն ժամանակ առ ժամանակ առևտրի խորացման, ընդլայնման, հեշտացման տարբեր բանակցություններ են ընթանում։ Այսինքն, ինչու եք դուք Ադրբեջանի գովքը կատարում, ղազախական ցորենի գովքը կատարում, բայց արդյոք տնտեսապես եւ ընդհանրապես տրամաբանորեն շահեկան է նման ճանապարհներով ինչ որ բան բերելը, երբ կան արդեն ավանդական շուկաներ։ Այս սա տիպիկ օրինակ է, թե ինչպես են տնտեսական շահերը քաղաքականացվում եւ արդյունքում ժողովրդին ներկայացվում է ինչ որ մի քարոզչություն, որում չկա բովանդակություն եւ շահավետություն, այսինքն կոնկրետ ժողովուրդն դրանից ինչ։ Որքանով է հացի գինի իջնելը, որքանով է դառնալու ավելի որակյալ։ Նման խոսակցություն չկա։